Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, պարոն Մի Պետրոսյան։ բան պակաս թողեցիք։ Ապա Չասեցիք ինչով ենք զբաղվելու։ Մենք այսօր զբաղվելու ենք կենթանաբանությամբ։ Սա կենթանաբանության դաս է լինելու։ այսօր մեր հաղորդումը հռչակում ենք։ Այո, կենթանաբանության դաս։ Դասատուն դուք եք, աշակերտը ես։ Ուղղակի պիտի ինձ մի փոքր պարոն Պետրոսյան ուղղորդեք կենթանաբանության մեջ, ասենք, որ դասին պատկանող հարցեր տամ, ասենք կրծողներ, սողուններ։ Բոլորը կան։ Հա, բոլորը Հա, կան։ ես որ անուններով անդրադառնամ, դուք կհամոզվեք դրանով։ Բայց ի սկզբանե ուզում եմ ասել, որ այսօր ես Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինին մի հատ բան եմ ձոնել։ Ահա։ Ուրեմն ակրոստիկոս, Այո։ որը կոչվում է փինաչի։ Այսինքն փոստն ես գցել մեր ողջ ազգին, ինչ ես խափում ժողովրդին, նստել ես քո բասկաթոռին, անverջ ստեր կեղծ ահագին, չես ամաչում, որ ապրում ես, ինչ էլ ասես, անես, պարտվելու ես։ Հիմա ես որ ելույթի ժամանակ ասեմ փինաչի, խնդրում եմ, որ ընկալել այս ակրոստիկոսի շրջանակներում։ Պարոն Պետրոսյան, բայց նաև այսպես այն որ ասում են Նիկոլի դարդից նաև ստեղծագործական ձիրքը ձեր զարգացավ այս Ես ընթացքում։ ստեղծագործական ձիրք միշտ ունեցել եմ, պարզապես հիմա Նիկոլի պատճառով ստեղծագործական ձիրքս ուրիշ ուղղվածություն ունի։ Այս ակրոստիկոսների մեջ էլ վարպետացել եք բավականին վերջին շրջանում։ Հիմա սկսենք Փինաչի Նիկոլից։ Հետո եկեք ես ընթացքում էլ միանգամից- կանդրադառնանք, այո։ Հետո վերջում էլ, բայց եթե դուք հարցեր ունեք, Դեք ես շատ ասելիք բնականաբար, ունեմ։ պարոն Պետրոսյան, այսօրվա իրականության մեջ ինչ էլ խոսենք, ամեն ինչ պտտվում է այդ ձեր ասած անձի շուրջ, որովհետև ինքն է այսօր ցավոք սրտի մեր օրակարգը ձևավորում եւ հակազդեցությունն էլ այնքան ուժեղ չէ, որ կարողանանք ինչ որ հարցերի դեմ կանգնել։ Օրակարգում միանշանակ համար մեկ խնդիրը եկեղեցու խնդիրն է եւ մենք նաեւ տեսանք թե հարևան Ադրբեջանը, հարևան ոչ բարեկամ, նրա նախագահը խաղաղության գնացողները, հա, այսպես ասեմ, խաղաղության գնացողները այնտեղից արդեն ասում է այդ Սևանչի Գյոնչայա միշտ է տենց եղել, գալու է մտեղ ու ասենք այս խայտառակ իրավիճակը սրան զուգահեռ վաղար շաբաթում ընտրություններ են ամսի 16-ին, ինչև այս բոլոր թեմաների շուրջ Մասիսի քաղաքապետի ապօրինի կալանավորումը, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ապօրինի կալանավորեցին, տեսանք Գյումրու բոլոր հարցերին հատած կանդրադառնանք։ այո, Փարաքարի Հիմա սկսենք այս բանը։ համայնքապետի նկատմամբ, չգիտեմ ինչ գործով, ինչ եղավ վրեժխնդրություն էս մարդուն արանքից հանեցին։ Հիմա կխնդրեմ այսպես կետ առ կետ անդրադառնանք, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Հիմա Փինաչին ինչ է ասում։ Այս եկեղեցիները, այն եկեղեցիները, որտեղ չկա հոգևոր կյանք, կվերադարձվեն հանրությանը։ Լսի, Փինաչի այ իրավաբանությունից անգրագետ երկոտանի։ Ասենք ինչ է նշանակում եկեղեցին տրամադրել հանրությանը։ Եկեղեցին միշտ էլ հանրությանն է եղել։ Եթե մի եկեղեցական խախտել է եկեղեցական, ասենք վարքի կանոնները, դա չի նշանակում, որ եկեղեցին չի պատկանել հանրությանը։ Հիմա դու էլ քու կարծիքով անես մի հատ դեմք ես, որ բերել ես եկեղեցին դուս մեզ հանձնես հանրությանը, ախր sense փուչ դեմագոգիա հարգելի ռիփսիմ է։ Ոչ մեկ իրան թույլ չի տվել։ Ինձ թվում է ինքը շենք շինությունների նկատմամբ ունի նկրտումներ, պարոն Պետրոսյան, ուզում է այդ շենքերը վերցնի, եթե լա հարց է, հետո եկեղեցի կմնա, թե ինչ որ ուրիշ մի հատ օբյեկտ կսարքեն, մի բան կանեն։ Գիտեք, այս մարդը ես արդեն համարյա 100%-ով վստահ եմ, նա հիմիկվանից անցել է նախընտրական քարոզարշավի։ Հեսա ես կանդրադառնամ նաև գիտության ոլորտում իր նախընտրական կեղտոտ քարոզարշավին։ Հաթաթ առանձնացված են բոլոր հարցերը։ Նո, ուզում եմ, քանի որ մենք կենթանաբանությամբ ենք զբաղվելու այսօր, անդրադառնալ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը ասում է, որ վարչապետը ինչ ասի, ես պետք է անեմ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ խայտառակ հայտարարություն է։ Քանի որ Ալեն Սիմոնյանը մենակ փուչիկների մեջ գլորվել գիտի, նա օրենք չի կարդում։
Նա չի կարդացել Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի ազգային ժողովն է վերահսկողություն իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Ոչ թե ասում է ինձ ինչ ասի ես կանեմ վարչապետը։ Այսինքն լրիվ խախտել են սահմանադրական կարգի տապալում է սա։ Դասական սահմանադրական կարգի տապալում է, որը քրորեն պատժելի ամենածանր արարքներից մեկն է համարվում համաձայն քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի։ Բայց մենք այդպես ամեն օր տեսնում ենք ով ինչպես է տապալում սահմանադրական կարգը։ Կարծես թե այս ամեն ինչը նորություն չի արվել։ Ռիփսիմե ջան, մի բան ասեմ հարգելիս։ Ուրեմն մարդիկ կան, որոնք տրորվելուց հաճույք են ստանում։ Իրանց ինչքան էլ տրորես, ինչքան էլ նսեմացնես, իրանք հաճույք են ստանում դրանից։ Պարոն Պետրոսյան, իրենց ամբողջ համակարգը այդ սկզբունքներն է որդեգրել եւ եթե տեսնում եք, այնտեղ մի հատ աղջիկ կա, պարոն Պետրոսյան, ճիշտ անունը չեմ հիշում, Գյումրուց падգամավոր է, ասում է Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հայրն է, ինքն ինչ ասում է, աղջիկ ասելով դուք անմեղության կանխավարկածի սկզբունքով, չէ՞, ղեկավարվում։ Անձանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ։ Սահմանադրության 66 իքական սերի ներկայացուցիչ է, պարոն Պետրոսյան։ Եվ այդ կինը падգամավորուհին ասում է, որ նա իմ քաղաքական հայրն է Նիկոլ Փաշինյանը եւ ինքն ինչ ասում է, ճիշտ է ասում եւ ես իր այսպես ես ուղակի բովանդակությունն եմ հիշում, բառացի կարող է ավելի տխուր էր եւ ես իր հետևորդն եմ, իր ինչ ասի կանեմ էլի, ուզում եմ շարունակելով ասեմ, որ իրենց մոտ դա սովորական նորմա է։ Ցավալին, հարգելի Ռիփսիմե։ Այսօր մարդիկ հենց իրանց քաղաքական պատուհասների կլուբի ակումբի անդամները նրանք հասկանալով, որ իրանք падգամավորի մանդատից զրկվելուց հետո ուրիշ ոչ մի լուրջ աշխատանքի չեն կարող հավակնել։ Դրա համար իրանք խայտարակում են իրենց պատիվը, իրենց երեխեքի պատիվը, ծնողների պատիվը, ամեն ինչի պատրաստ են մենակ մանդատը կամ նախարարի պաշտոնը պահել։ Դրա համար էլ մտնում են այդ խայտարակությունների տակ։ Բայց ես ինչ ասեմ, կարեկցում եմ իրենց մերձավորներին, որ նման ազգական ունեն, որը թեկուզ այդ պահին մանդատ ունի, մանդատի բույրը հարբեցրել է նրան, բայց մեկը մանդատը չի փրկելու ապագա պատասխանատվությունից։ Հավատացեք, ես որպես իրավաբան եմ ասում, այսօր հիմա ես հայտարարություններ կկարդամ, որ տեսեք, օրինակ այն Գևորգ Պապոյան Կոչեցյալը մեր եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատելը պարտք է։ Այդտեղա լսի է դու իբր падգամավոր ես համարվում թե ինչ ես նախարար ես ինչ ես դե այնվաղ падգամավոր հիմա նախարար չի դա հա հիմա նախարար դու ինչ գործ ունես եկեղեցու հետ այդտեղա դու սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասը չես կարդացել որ եկեղեցին պետությունը անջատ է կրոնական կազմակերպություններից հասկանում եք սրանք ամեն օր թույլ են տալիս այնպիսի հայտարարություններ, արտահայտություններ, որոնք դասականորեն սահմանադրական կարգի տապալում են, որովհետև սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա Պապոյան Գևորգ, դու կարաս վկայակոչես սահմանադրության կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի այն նորմը, որը քեզ թույլ է տալի միջամտել եկեղեցու գործերին։ Իրենց առաջնորդն ասում է, որ ես այս հարցով զբաղվում եմ ոչ թե որպես վարչապետ, տեսեք, այլ ես եկեղեցու հարցերը պիտի լուծեմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես ուղղակի ուզում եմ այս ձևակերպումների վրա շեշտադրում անեմ։ Ուրեմն դա սավախ չի ինքը, որովհետև այդ ձեր սահմանադրության դրույթը առաջ քաշելով ասում է հա իհարկե պետությունը ես որպես վարչապետի պաշտոն զբաղեցնող ես չեմ խախտում սահմանադրությունը։ Ոչ չի խախտում։ Բայց ես որպես առաքելական եկեղեցու հետևորդ ՀՀ քաղաքացի մտահոգված եմ այդ հարցով։ Դու քանի անգամ ես եկեղեցի գնացել, փինա չի։ Փինաչի Նիկոլ, դու քանի անգամ ես եկեղեցի գնացել, որ հիմա անգել ես եկեղեցու շահերն ես պաշտպանում։ Ոչ, ես ասել եմ հարգելի Ռիփսիմե, եւ կրկնում եմ, մեր ազգը հիմնված է 3 հենասյուների վրա. ընտանիք, եկեղեցի եւ բանակ։ Ընտանիքն ու բանակը կործանել են, մնացել է 3-րդ հենասյունը կործանեն։ Սա է, ես ոչ անձամբ ճանաչում եմ Միքայել Աջապահյանին Սրբազան, ոչ անձամբ ճանաչում եմ ամենայն հայոց կաթողիկոսին,
մի անգամ պարզապես դիմավորելով ծանոթացել եմ Բագրատ Սրբազանի հետ։ Բայց ես, այսինքն ստե անձնական ինչ որ խնդիր չունեմ, ես շահադիտական կամ չգիտեմ, շարժառիթ չկա անձնական։ Բայց ես մի բան կարող եմ վստահաբար ասել, սա իրանց դեմ չի ուղված։ Իհարկե։ Անձի դեմ չի ուղված։ Սա ուղված է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Բայց իրենք օգտագործում են տարբեր անձերի նկատմամբ, ասենք ինչ որ sense այլանդակ, ստոր, զզվելի քարոզչություն իրականացնելով, պարոն Պետրոսյան։ Ես որպես իրավաբան պնդում եմ Նիկոլ Փաշինի, այսինքն բանը Փինաչի եւ իր քաղաքական պատուհասների կլուբի անդամների հայտարարությունները, որոնք ուղղված են եկեղեցու դեմ եւ գործուն միջամտություն են պարունակում, սրանք սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորումներ են, իսկ սահմանադրական կարգի տապալումը դա քրեական օրենսգրքի 420 հոդվածով նախատեսված ծանրագույն հանցագործություններից է, որի համար նախատեսված է 10-ից 15 տարի ազատազրկում։ Սրանք իշխանափոխության դեպքում, այս բոլորը սա չէ որ մենք ապրում ենք ինտերնետի դարում։ Այս ամեն ինչը ձայնագրվում է, պահվում է, սրանք բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ես այն կարծիքին եմ, համոզմունք ունեմ, որ իշխանությունը այնքան շուտ է փոխվելու, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները չեն ավարտվելու։ Այսինքն նրանք բոլոր դեպքերում ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Սահմանադրական կարգի տապալումը վաղեմության ժամկետի բանը ունի, հա։ Պարոն Պետրոսյան։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն չի դա։ Հա, հասկանալի է։ Հա։ Հիմա տեսեք ինչ ասում են բանը Սասուն Միքայելյանը։ Ես մի ժամանակ հարգում եի իրան, հիմա անկեղծ եմ ասում, չեմ հարգում։ ԵԿՄ նախագահի մասնակից։ Այո, ասում եմ, Արցախը Հայաստանն է եւ վերջ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը արել է բան պատահաբար։ Պատահաբար մարդ կարա փոստ ընկնի։ Պատահաբար մարդ կարա ասենք թե, չգիտեմ, վարակվի, բայց հայրենիքը ծախելը, նվիրելը, զիջելը ավելի ճիշտ։ Սա պատահաբար ոնց կարող արվի։ Լավ դուք էս ինչ անլուրջ վերաբերմունք ունեք Արցախի նկատմամբ։ Ներողություն, բայց ձեր ասած մարդը 18 թվականի այդ անհասկանալի հեղափոխություն կոչվածի ժամանակ ելույթ ունեցավ եւ ասաց, որ այս հեղափոխությունը շատ ավելի կարևոր է, քան ազատամարտը։ Քան Արցախյան ազատամարտը։ Այս պարագայում բացարձակ զարմանալու բան Չէ, ես դադարել եմ զարմանալ։ Ես պարզապես երևում այս մարդը նույն գծի մեջ է շարունակում։ Այո, ես չեմ զարմանում, հարգելի Ռիփսիմի։ Ես հիմա հավատացեք, երդվում եմ, ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։ Այս քաղաքական պատուհասների կլուբի անդամի գործողություններից, հայտարարություններից, ելույթներից։ Ես պարզապես ողբում եմ մեր ազգին, որ հələ դեռ ինչ որ կան մարդիկ, որ սրանց հավատում են։ Իսկ սրա պատճառը դա տագիտությունն է։ Ես ասում եմ, անկեղծ եմ ասում, որևէ նպատակ չունեմ հայտնվել ազգային ժողովում կամ չգիտեմ նախարարի պաշտոնում։ Ես փաստաբան եմ, իմ գործն եմ անում, իմ աշխատանքն ունեմ, իմ կայուն զբաղվածությունն ունեմ, բայց եթե հանգարց հանգամանքների բերումով ես նորից հայտնվեմ ազգային ժողովում, իմ առաջին օրենսդրական նախաձեռնությունը լինելու է անգրագետներին ընտրելու իրավունքից զրկելը։ Ես դրա նախագիծը կմշակեմ։ Դուք իրավաբան եք, պարոն Պետրոսյան, բայց այդ եմ ուզում հասկանալ, ո՞նց է հնարավոր, երբ որ մենք ժողովրդավարական, այսպես ասած, սկզբունքներ որդեգրած երկիր ենք, դա բացարձակ հարցի մյուս կողմն է, թե որքանով է ժողովրդավարությունը իրական, բայց քաղաքացին ինչպես կարող է զրկվել այդ իրավունքից։ Ես 1999 թվականից միշտ եղել եմ հանձնաժողովի կազմում, հանձնաժողովի նախագահի մեղընտրություններին։ Ասենք շատ բան եմ տեսել։ Մտնում եմ մի հատ տարեցկին, անձը չեմ ուզում վիրավորել։ Ես իրավունք չունեմ։ Բայց մտնում եմ 10 րոպե ոնց որ զուգարան մտածել լի քվյախացիկում։ Հելնում ասում եմ ինչ պետք է անեմ։ Այդ մարդը ինչ իրավունք ունի որոշի ձեր եւ իմ ճակատագիրը իր քվյարկությամբ։ Ես այն կարծիքին եմ, ես կմշակեմ այդ ամբողջը։ Դա մինչև ընտրությունները ովքեր որ հիմա ասես մոտավոր ասեմ, հետո ավելի կոնկրետացնեմ, եթե բանը հասնի դրան։ Որ ընտրություններից առաջ, ասենք մի 3 ամիս առաջ, ով որ ցանկանում է մասնակցել ընտրությունների, կամ 1 ամսյա դասընթացներ, ասենք անցնի, տեստավորում, չգիտեմ ինչ, ու գնահատական դրվի։ Նա իրավունք, եթե մի մարդ չգիտի, որ ասենք Հայաստանը, ասենք իրավական պետություն է, ժողովրդավարական պետություն է, ինքնիշխան պետություն է, Սահմանադրության առաջին հոդվածը, հա։ Չգիտի, որ իշխանությունը պատկանում է ժողով, ասենք ասես իշխանությունը ում է պատկանում, ասի չգիտեմ։ Այդ մարդը ինչ գործ ունի գնա ընտրության։
Ես այդ կարծիքին եմ։ Տգետը չպետք է որոշի գիտունի ճակատագիրը։ Կարող է մի քիչ կոպիտ է հնչում, կարող է հիմա այդ ձեր ասած իրավաբաններ կան, որոնք կարող ասեն, բա այս իրավաբան մարդը էս ինչա խոսում։ Այո, ես այդպես եմ մտածում։ Մենք պետք է աստիճանաբար հասնենք նրան, որ երկիրը կառավարեն գիտակները, ոչ թե տգետները։ Դրա համար էլ այս օրին ենք ընկել։ Պարոն Պետրոսյան, երկիրը պետք է ղեկավարեն, այո, գիտակները, եւ գիտակները եթե կարողանան երկիրը ճիշտ հունով տանել, այդ ձեր նույն ասած անգրագիտությունն էլ կպակասի, այդ մարդկանց կրթական ցենզն էլ կբարձրանա, ոչ թե այսօրվա դրությամբ այն ինչ էլ ունենք ամբողջությամբ ավիրել են, սա է խնդիրը։ Սովետական միության հզորությունը կայանում էր նրանում, որ ղեկավար պաշտոններում նշանակվում էին գիտելիք ունեցող մարդիկ։ Իհարկե։ Ոչ թե այսօր փողոցից Լեննականից քայլելով եկել են Երևան, որ ընդ շատերը կան այբուբենը չեն կարող ասեն, բայց այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում։ Ու գիտեք իրանց թշնամիները ովքեր են։ Մենք ենք։ Գիտուն մարդը տագետի թշնամին է։ Հիմա տագիտության եւս մի դրսևորում։ Էլի բնականաբար այդ կլուբի կողմից։ Ընդ մի հատ Սարգիս Խանդանյան կա, դրան ով է ճանաչել, вообще ով է եղել։ Հիմա ազգային ժողովի մանդատակիր է։ Դե ես գիտեք, դրանց падգամավոր եմ։ Մենք թույլ չենք տա Ռուսաստանին մեզ ցույց տալ, թե ինչպես փրկել Հայաստանը։ Այսինքն, այս երկոտանին ինքնախոստովանական, այսպես ասած, ցուցմունք է տալիս առայն, որ Հայաստանը փրկության կարիք ունի։ Իսկ ում օրոք ունի դրա կարիքը։ Իրենց վարչակազմի օրոք 7 տարի է, 7 տարին Ռիփսի մեջ են, դա չեմ ասում ահռելի ժամանակատված է, բայց քիչ էլ չի, որ երկիրը խելքի բերեն, սոցիալական խնդիրները, առողջապահության խնդիրները լուծել։ Ես երեք եւ մի շաբաթ մի խոսքով առիթի կապակցությամբ հարազատի հետ կապված հիվանդանոցներում եմ անցկացնում։ Հավատացեք, հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում։ Այո։ Էսի ինչ է նշանակում։ Նաև այս որ ստրեսային վիճակից, այո, պարոն Պետրոսյան, ստրեսային վիճակից այդ նևրոզներից մարդկանց մոտ նաև քաղցկեղացին հիվանդությունները շատ բարձր ցուցանիշ են։ Ասում եմ, երդվում եմ Ռիփսի մեջ ան։ Հիմա գնանք ցանկացած հիվանդանոց, Էրեբունի, Իզմիրյան, չգիտեմ որտեղ, բանը, Աստղիկ, մարդիկ ավելի շատ են հիվանդանոցներում, քան փողոցներում։ Իսկ դա այս իշխանության 7-ամյա քաղաքականության արդյունքն է։ Պարոն Պետրոսյան, այդ հիվանդությունների մասով նաև ասում են, որ այս քաղաքի խայտառակ աղտոտվածությունը, որ ուրբանիզացված է, հա, Երևանը ամբողջությամբ կենտրոնացված է, ամեն ինչ մայրաքաղաքում, շրջաններից էլ, գյուղերից էլ բոլորը ձգտում են գալ քաղաք աշխատանքի եւ սոցիալական խնդրից ելնելով։ Այս Երևանի աղտոտվածությունը, այս խայտառակ փոշին ու կեղտը, որ բոլոր ծառերը կտրել են եւ անընդհատ շինարարություն է։ Դրա արդյունքում Բուսաբանական այգու կողմն է ես ապրում։ Այո։ Մեր տունը հիմա որ ես ապրում եմ, Ծառավաղբյուր, Բուսաբանական այգու հենց կողքն է։ Սաղ ծառերը համարյա 10% է մնացել։ Եվ դրա արդյունքում էլ է այս հիվանդությունների ցուցանիշները այսքան բարձր։ Այդ որ նշում եք 7 տարի, իսկապես 7 տարում կարելի է այսքան աղետ բերել մեր գլխին, ոչ միայն երկրի, պետության, հայրենիքի հանձնման, սասանման առումով, այլ նաև այս ներքին հարցերով են, որ ոնց հնարավոր է ինչքան ուժ ունենք մենք այս ժողովրդին այդ վատությունը անենք, էլի, էս է սկզբունքը։ Հարգելի Ռիփսիմա, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ երկրի գլխավոր թշնամին ներսում է, ոչ թե դրսում։ Իսկ մենք այսօր ներսի թշնամիների պակաս չունենք, իդեմս քաղաքական պատուհասների կլուբի անդամների։ Հələ տեսեք, այն մի հատ քյաչալ անթարաշ կա, Հովանեսյան Արթուր։ Հա, իմացա։ Նման ձևով մարդու անձնական կյանք ներխուժելը եղկելի է, իսկ ուխտը դրժած եկեղեցականը պետք է հեռանա։ Այդ տղա, լսի, քեզ մի հատ հարց, դու այդ ինչ ապացույցություն ես։ Հիմա դու որպես վկա հարցաքննվել ես։ Ուխտադրժության մեղադրանքի համար։ Հա? Բայց որ ասում ես լեզու կկտրեմ, ականջ կկտրեմ, սպառնալիք քրեական օրենսգրքով դա հանցագործություն է։ Ինչու այսօր իրավապահ մարմինները քրեական վարույթ չեն նախաձեռնել քո նկատմամբ, որ դու ասում ես ականջներդ կկտրենք, լեզուներդ կկտրենք։ Ինչի չեն հարուցել։ Իսկ այսօր կարծիք արտահայտելու համար սրբազանները անազատության մեջ են։ Սա է արդարության սկզբունքը։
Եթե չեմ սխալվում, Էդգար Ղազարյանն էր, չէ՞, այդ մասով դատի տվել դրան, չէ՞։ Այո։ Կա Դե Էդգար իրավական Ղազարյանն գործընթաց։ ասում, չէ, ոչ մի գործընթաց էլ չկա։ Ոչ մի իրավական Չէ, գործընթաց չկա։ ես Էդգարի հետ մոտ եմ, ես գիտեմ, որ չկա։ Դե իրենց ամեն ինչ կարելի է, ինչ ենք զարմանում, պարոն Պետրոսյան։ Եթե տեսնեք, թե ինչեր են խոսում սրանք, ինչ մասշտաբի, ինչ վիրավորանքներ, ինչ սպառնալիքներ, ոչ մի բան։ Հերիքա մեկը եթերում կամ թեկուս Facebook-յան ստատուսով մի բան գրի, հետևից ԱԾ-ով դեմքները փակ։ Գնում են մի շոուով այդ մարդկանց ընդհանրապես ստանում են։ գոյություն ունի ժամանակավոր էֆեկտ հասկացությունը, գիտեք։ Այս իրանց համար ժամանակավոր էֆեկտ է, որովհետև այն հանցանքները, ինչի մեջ որ մեղադրում են ընդդիմախոսներին, դրանք ծանր հանցանքներ չեն։ Պարզապես դա քաղաքական բանտարկյալ բան է, օլիմպիադա է հայտարարված եւ մեր երկիրը օլիմպիադայի միազնյա առաջատար չեմպիոն է իդեմս բանի Փինաչի Նիկոլի։ Հիմա տեսեք, ասենք որ մի բան ասես, այն գեներալ կոչեցյալ կա Մելքոնյան Գագո։ Ասում է, ես հպարտ եմ, որ ազերիներին ճանապարհ ենք տալիս դեպի Նախիջևան։ Խնդրեմ, սա պետական դավաճանություն չի։ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն պետական դավաճանությունը դա թշնամու կողմն անցնելն է, առաջինը։ Դա իրանք ասում են իրենք մեր թշնամին չեն, պարոն Պետրոսյան։ Մի րոպե, լավ։ Իրենք ասում են դա մեր եղբայրներն են, պիտի սովորենք խաղաղության հաշվինենք։ Երեխուն գերի է պահում։ Այո։ Ես մի բան ասեմ, չի լինելու խաղաղության պայմանագիր։ Ես շուտ եմ ասել, դեռ մի քանի ամիս առաջ եմ ասել։ Չի լինելու։ Ինչու՞։ Շատ པարզ պատճառով։ Գուցե որոշ բաներում կրկնվում եմ, բայց ինչ անես, պետք է մի քանի անգամ ասես, որ շատերի ուղեղին հասնի։ Բան պայմանագիրը դա հարաբերականորեն կամ լրիվ հավասար սուբյեկտների մեջ համաձայնությունն է։ Մենք այսօր ոչ մի առումով Ադրբեջանի հետ ոչ հավասար, ոչ էլ հարաբերական հավասար չենք։ Մենք այսօր ստրկացուցիչ վիճակում ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված այսպիսի հասկացություն է պարունակում. ստրկացուցիչ պայմանագիր։ 313 հոդվածը քրեական օրենսգրքի։ Այսինքն պայմանագիր, որտեղ մի կողմը միայն տուժում է, մյուս կողմը միայն շահում է։ Սա պայմանագիր չի, բայց դա էլ չեն կնքելու։ Դե երեք էլ երկու օր առաջ, երեք չէր, որ Ալիևը ասեց, որ Գյոնչան տեսեք ադրբեջանական է, դա մեր պատմական հայրենիքն է։ Փինաչի Նիկոլը հելա բան անելու, սվաղելու։ Ասում են ինքը ասել է մենք ավտոներով ենք մտնելու։ Արա, այդ տղա, ինչ կապ ունի ավտոյով են մտնում, տանկով են մտնում։ Իրանք մտնում են, եթե մի մարդ կանգնում ասում է, որ Սևանը ադրբեջանական է, ուրեմն ինքը հավակնություն ունի այդ տարածքի նկատմամբ։ Ինչ ես մեզի էշի տեղ դրե, հիմարի տեղ դրե, հելնում ես քեզի քո իշխանությունը պահելու համար հիմնավորումներ ես փնտրում։ Այ անգրագետ իրավաբանությունից եւ քաղաքականությունից։ Ոնց կարող է պատահի։ Հիմա ես մի րոպես Ադրբեջանի սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն կարան գնան ստուգեն, ով որ կասկածում է։ Ադրբեջանի 1990 158-րդ հոդված ասիկ Ադրբեջանի սահմանադրության 95 թվականի նոյեմբերի 12-ի սահմանադրության 158 հոդվածն անդե գրած է, որ Ադրբեջանի սահմանադրության առաջին գլուխը չի կարող փոխվել։ Ահա։ Բա դու խիչ ես Նիկոլ, Փինաչի։ Խիչ ես Ալիևին ասում դու ել քո սահմանադրությունը փոխի։ Ով է տեսել հարգելի Ռիփսին։ Բայց մեր հռչակագիրն էլ չի կարա փոխվի։ Չի, հռչակագիրը ենթակա չի փոխվում։ Այո։ Փոփոխման ենթակա չի։ Այո, փոփոխման ենթակա չի, բայց սա ինչի՞ց է կպել այդ հռչակագրից, չէ։ Ահա։ Հիմա դե թո ինքն էլ կպնի նրանց սահմանադրության։ Բայց սա կարա նրանց առաջին հոդվածին կպնի ախր, պարոն Պետրոսյան։ Բարձա չէ որ մենք հասկանում ենք ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Այն որ հաճախ նույնացնում են Վարազի հետ, այն Վահագն Ալեքսանյանը ինչա։ Իբր դուք տեսել եք սրան մի հատ օրինագից ներկայացնի։ Դուք գրագետ, լրագրող եք, իրավասու բան լիարժեք տիրապետում եք ամբողջ ինֆորմացիա։ Ես դες մի բան ասեմ, ես իրենց խմբակցությունով անկեղծորեն բացարձակ չեմ հետաքրքրվում։ Չէ, ես ստիպված եմ նայել, որ փաստերով խոսամ։ Թե դրանց դեմքին որ նայեմ եմ, 3 օր հաշ չեմ ուտում ես։ Ռիփսի մեջ ան։ Որովհետև աշխատանքային ակնկալիքներ ես իրենցից չունեմ, դրա համար չեմ էլ իմանում։ Ես իրանցից ինչ ակնկալիք ունեմ։ Հա, չգիտեմ, օրենսդրական նախաձեռնություն։ Չէ, ես միայն բանը նայում եմ ինձ տանջելով իմ առողջության հաշվին, որ կարողանամ փաստերով հակադրել։ Լավ, դա ինչ ասել։ Էս էլ ասում է, այս երկոտանին
Բա ասում ենք Ադրբեջանը կապ չունի համանդրությունը փոխելու հետ։ Հələ սրա մտքեր են։ Իր պահանջով մենք չենք փոխում, մենք ենք որոշել փոխել համանդրությունը։ Այդ աղա լսի է։ Ալեքսանյան Վահագ, դու համանդրության նախաբանը կարդացել ես արա։ Համանդրությունը Ռիփսիմե ջան փոխում են այն դեպքում, երբ որ փոխվում է համանդրության պրեամբուլայում նշված նպատակները, արժեքները, ոչ մի արժեք, ոչ մի նպատակ չի փոխվել։ Տեսեք, ինքն ասում է մենք այլևս 4-րդ հանրապետությունն ենք։ Այդպես բան չկա։ Չէ, ես ասում եմ Հանրապետությունը կուպե չի, որ համարակալ են առաջին Նիկոլը դա է ասում, պարոն Պետրոսյան, Ղալաթ անում։ Դե հիմա ասում է մենք կերտում ենք 4-րդ հանրապետությունը եւ 4-րդ հանրապետություն ասելուց հետո միանշանակ ինքը ենթադրում է, որ պետքա նոր սահմանադրություն լինի։ Ոչ թե փոփոխություններ տեղի ունենան, այլ նոր սահմանադրություն է սա, որոշե գրի մեր համար։ Հիմա ես հարց եմ տալի Փինաչուն։ Իր խմբակցությունից այդ քաղաքական պատոհասների կլուբից որ մեկը կարա սահմանադրություն գրի։ Մի հոգի մի հատ անուն ասեք։ Ասում են Դանիել Իոնիսյանն է շատ ակտիվ դրանով զբաղվում։ Էլի դրոնչիկ չի։ Էս Ստյոպա Սաֆարյանը ժամանակին հարգում էի։ Հա, ինչա ասում, հիմա անցնենք մյուս թեմային։ Դավիթ Համբարձումյանի հետ կապված, Մասիսի քաղաքապետի։ Ասում են Համբարձումյանը 18000 արցախցի տեղավորել, ասես։ Իրենց տունը տարել, թե բնակ վարձերն է փակել, հələ սրան։ Այդ աղա, լսի, ես իրան միշտ հարգել եմ, բայց ես վերջում իրան շատ գցեց կրակը։ Այդ դու որտես այդպես տուն տեսել, որ 18000 մարդ տեղավորվի։ Բայց Դավիթը արցախցիների մասով շատ մեծ գործ է արել, իսկապես։ Դավիթ Համբարձումյանը քաղաքական բանտարկյալ է։ Այո։ Ինքը իսկապես շատ նախ ես իրան անձամբ ճանաչում եմ։ Տեսեք, ելնում է դեպքեր, որ ասեմ, ես ինչին անձամբ չեմ, բայց ես Դավիթ Համբարձումյանին անձամբ ճանաչում եմ։ Նա քաղաքական բանտարկյալ է։ Այո, հանուն արդարության։ Ասեմ ինչու։ Քաղաքական, ես ոչ թե դա իմ ֆանտազիան է, դա օրենքներում է գրված, դա միջազգային փաստաթղթերում է գրված։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատվել է բանաձև քաղաքական բանտարկյալի։ Նույն այդ բանաձևի դրույթները ներդրված են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հռոմի 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայի մեջ, 5-րդ հոդվածն է, որտեղ ասում է, որ քաղաքական բանտարկյալը, եթե մարդը առաջին արտահայտում է ընդդիմադիր կարծիք եւ կալանավորում են, երկրորդ, որ նրա նկատմամբ շատ բան է գրված, բայց ես հիմնականները ասեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է որը համաչափ չէ նրան վերագրվող արարքին։ Ես հարց եմ տալիս Փինաչի Դավիթ Համբարձումյանին վերագրվող ենթադրյալ արարքը, ես չեմ ասում արարքը, որովհետև այդ կնշանակի ես դա հաստատում եմ, ենթադրյալ արարքը կատարվել է 7 տարի առաջ։ Այդ աղա, եթե 7 տարի առաջ Դավիթ Համբարձումյանը հանցանք էր կատարել, դու այդ ում էիր սպասում, դե վատ կալանավոր էիր, եթե իրականում ինքը հանցանք էր կատարել։ Պարզա չէ, պարոն Պետրոսյան, որ մարդը կայնավ ասեց, որ ես վարչապետի տեխնացու եմ։ Այո։ Այս է պատճառը։ Եվ բացի դրանից ինքը ընդդիմադիր բոլոր օջախները 26 թվականի ընտրություններին ընթառաջ փորձում է վերացնել, այո։ Սա է, այդ օջախները, դիմադրության օջախները փորձում է վերացնել եւ այս տղերքը բոլորը ուժեղ կամային տղեկ են, այսպես բնորոշ։ Ինքը պարտվելու է։ Եվ ինքը փորձում է այդ ամեն ինչը ջարդի փշրի, որպեսզի այդ հիմնակարերը արագից ցանի։ Ես բոլոր քաղբանտարկյալներին ձեր ցավը տանեմ։ Ես կոչ եմ անում մնալ ուժեղ, մնալ ձեր դիրքերում, որովհետև այտենց է մենակ հնարավոր հաղթել։ Պարոն Պետրոսյան, առաջիկայում ամսի 16-ին Վաղարշապատ համայնքի ավական ընտրություններն են, քանի որ մենք համայնքապետ Դավիթ Համբարձումյանից խոսեցինք։ Հիմա տեղափոխենք մի քիչ այն կողմ, Էջմիածին։ Էջմիածնում համայնքապետի ընտրություններ են, ավելի կոնկրետ ավականու ընտրություններ են, այո։ Եվ ներկայացված է 8 ուժ, բնականաբար ԿՊ-ն իր ողջ գեղեցկությամբ այնտեղ ներկա է, բայց այստեղ մի հատ այսպիսի բան են մտածել, ուրեմն Մեխակավանը, որը հայտնի Ջաբրայլն էր, այսպես ասեմ, Մեխակ Մեխակյանի
անունով կոչվել է հայերեն տարբերակով մեխակավան, քանի որ այդ մարդը մեծ ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում եւ եղել այն բացառիկ հերոսական կենսագրությունը կերտած հայրից մեկը։ Սակայն նա ունի որդի, ով այս պայծրությամբ ՔՊ-ի հետ մասնակցում է եւ ՔՊ-ական լինելով մասնակցում է վաղարշապատի ընտրություններում։ Իրականում այստեղ լուրջ ողբերգություն կա, ես ճիշտ ասած ինձ համար շատ տխուր հանգամանք է, որ այդ կարգի մարդիկ կարող են այսպիսի զավակներ ունենալ եւ այդ զավակները, այսինքն այս դավաճանական ռեժիմի հետ մեկտեղված միատել գնան մասնակցեն ընտրությունների, или միատել ասեն, բայց ինչ ա եղել, որ ես այս վերջերս այդ տղայի հարցազրույցներն նայեցի, ճիշտ ասած ապշել է, ասում եմ, գոնե այս ձև անբարտավան մտքեր պետքա չասել, էլի։ Հիմա ըստ ձեր կանխատեսումների, մենք այնտեղ նաև ունենք մեր շատ լավ ընկեր հայրենի կուսակցությունով առաջադրված Խաչիկ Մանուկյանը, էլի մի շարք ընդդիմադիր թևեր ներկայացված են եւ Մայր Հայաստանը, եւ այնտեղ Հաղթանակ Դաշինկա եւ այլն, հա, ընդդիմություններ բավականին լայն ներկապնակով ներկայացված է։ Ինչ կանխատեսումներ եք տեսնում եւ Նիկոլը ինչ կռիվ է տալու, այսպես ասած, վաղարշապատում։ Ես կարծում եմ սա էլ կարևորագույն հիմնաքարերից մեկն է, պարոն Պետրոսյան։ Սկսենք ձեր հարցի առաջին մասից։ Մեխակյանի, այո։ Նա հավանաբար կամ չի կարդացել, կամ չի հասկանում։ Տերունական աղոթքը ինչ բառերով է սկսվում։ Հանուն հոր եւ որդու եւ հոգվույն սրբո ամեն։ Ինքը խախտել է այդ դրույթը։ Բացի այդ, ես հանուն ճշմարտության եմ ասում, մեր տեխնացուն, հայրենիք կուսակցության տեխնացուն, ես օբյեկտիվորեն եմ ասում, ով որ կգա հետս բանավիճելու մեծ հաճույքով թող գա, հələ տենամ ինչ ասելու։ Ինքը իր մարդկային գործնական հատկանիշներով, իմացությամբ, անցյալով ամենա արժանավոր տեխնացուն է։ Ես որևէ մեկին մյուսներին չեմ ուզում քար նետել իրենց բոստանը, ինչպես ասում են, ոչ իրավունք ունեմ վիրավորել, ոչ նսեմացնել, բայց ես ասում եմ իմ կարծիքը, որ Խաչիկ Մանուկյանը ամենաառաջին արժանավոր տեխնացուն է։ Էլ չասեմ մյուս ամենակարևոր մասը, որ ինքը այս երկրին զավակ է տվել։ Գիտեք, հարգելի Ռիփսինե, ես էսի պետք է ասեմ նաև հիմնական, վերջնական հանրահավաքի օրը։ Ես նախանց մարդ չեմ, իրոք ես նախանց չեմ, բայց ես 53 տարեկան եմ, այս կյանքումս առաջի դեպքն է, որ նախանձում եմ Խաչիկ Մանուկյանին, գիտեք ինչի, իր համառության համար։ Մի ուրիշը, որ նման կորուստ ունենար, չգիտեմ ինչ էր դարել, իսկ ես մարդը երկրին տալով իր ամենակարևոր, ամենաարժեքավոր, ամենաթանկը, թանկ արժեքը, այո, այսօր այս մարդը դեռ իր մեջ ուժ է տեսնում մասնակցել երկրի փրկությանը, այ ես իր համառության համար նախանձում եմ իրան եւ շնորհակալություն եմ հայտնում հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանին, իմ ընկերոջը, ով որ այդպիսի ընտրություն է կատարել։ Գիտեք ինչ, ես էլի մի առիթով ասեցի առաջին հանրահավաքի ժամանակ։ Վանեցյան Արտուրը կարող էր ինչ որ մի ունևորի բերել ներգրավել այս ամեն ինչի մեջ, բայց այդ մարդը ընտրեց ոչ թե ունևորին առաջ տանելու, այլ գիտունին առաջ տանելու տարբերակը։ Եվ սա պետքա գնահատել, եւ սա պետքա հաշվի առնել նաեւ ապագայում։ Ես վստահ եմ, որ վաղարշապատցիները միանշանակ իրենց ճիշտ ընտրությունը կանեն եւ որքան էլ որ տարբեր խոստումներ, նաեւ շատ մեծ քանակի վախեցնելով, սպառնալով, ես տեղեկություն ունեմ, թե ինչպես են մարդկանց այս ԿՊ-ականները այնտեղ տեղում վաղարշապատում վախեցնում, որ այս ինչը կանենք, այս կկտրենք, այն կանենք, այս գործից կհանենք եւ այլն, մարդկանց սպառնալիքների արդյունքում, որպեսզի կորզեն այդ ձայները, որը անմիջապես հենց այդ վարչական ռեսուրս ասվածն է, որի մասին անընդհատ խոսում ենք։ Տեսեք, կներեք, որ ընդհատում եմ, հարգելի Ռիփսինե, ես հիմա անուն չեմ տալի, բայց որ պետք է լինի կտամ։ Ես երբեք մերկապարանոց հայտարարություն, հիմնազուրկ բան չեմ ասում։ Փաստեր, ես լրիվ ունեմ։ Այսօր վաղարշապատ խոշորացված համայնքում կանչում են դպրոցի տնօրենին, ուսմասվարին,
անգամ պահակին են կանչում ասում, արի դիմում դու դուրս արի, որ բերեն իրենց լնգու լավազին կներեք այդ արտադրության համար եթերային չի։ Խցկեն, որ վաղը միսօր 2026 թվականի ընտրություններում կարողանան հաջողություն գրանցել։ Արա այ գեդինը մտնեք դուք։ Բա պահակը ինչ անում այդ խեղճ մարդը իր գիշերը լուսացնում է արթուն վիճակում։ Դուք պահակին կանչում ասում եք դիմում դու դուրս արի։ Ես հեռու չեմ ուզում գնալ, հենց նույն վաղարշաբաթում, իդեպ ես ասեմ, ես այդ թեմային անդրադարձել էի, պարոն Պետրոսյան։ Վաղարշաբաթի թիվ 6 վարժարան, հա, եթե չեմ սխալվում։ Ուրեմն այդ դպրոցի Facebook-յան էջն ես նայում, ուրեմն ամբողջությամբ էս Արգիշնի Մեխակյանի նկարներն է։ Հələ մի հատ մտեք կտեսնեք, ես իմեջում դրել էի։ Ուրեմն այս վաղարշաբաթի այդ վարժարանի ամբողջ Facebook-յան, որ իրենց դպրոցի էջն է, որ այնտեղ պետք է իրենց աշակերտները լինեն, չգիտեմ, ուսուցիչները լինեն, ճիշտ է, տենց բաներ էլ կար, բայց ուրեմն այս Արգիշնի Մեխակյանը գնաց տեղ ծաղիկ դրեց, այդ դնում են իրենց մոտ։ Չգիտեմ, գնաց, այս ինչի հետ հանդիպեց, այդ դնում են իրենց մոտ։ Այ ընկերներ, դա դպրոց է, թե ես չգիտեմ ինչա։ Եթե այսպիսի վարքագիծ ցուցաբերեր ընդդիմությունից որևէ մեկը, հա, հիմա վերցրել են։ Հիմա գնացել էին հետևից բռնել տարել էին, հա։ Բռնել են, որ իբր թե եկել են իրենց գյուղ, եւ իբրև նրանք էլ այդ գյուղի բնակիչներ են, այդ ընդդիմադիր են Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչին իբր խոչընդոտել են Քարոզ Արշավանի։ Դրա համար են իբր այն մարդկանց տարել փակել։ Դա ապացույցն է, որ կաթողիկոսի դեմ արշավի շրջանակներում երկրորդ տղային տարել են։ Հիմա ասում են, էս ինչ մարդն է, ինչ բան արել է։ Դե ապացույց ներկայացնեն։ Հիմա ես կային եմ ասեմ, ռիպսիմեն ավտոմատը պահեց։ Այդ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ այդ տղան, որը վաղարշաբաթում դրած է, իրանց պրոքսիներից է, չէ՞։ Հա, դա ասում է ինձ հայհոյել են, ինձ բրբրթել են, ինձ են արել։ Չի ցավը տանեմ։ Ես էլ ասեմ, մի կային եմ ասեմ, ռիպսիմեն, ին վրան ավտոմատ պահեց։ Դրա համար քեզ տանեն դատեն։ Հա, բայց եթե դուք իրենց աջակիցն ու կողմնակիցը լինեք, իմ գլխին էլ ուզենաք սարքեք, շատ հանգիստ կարող են ձեր ցուցմունքը ընդունեն որպես բացարձակ ճշմարտություն եւ դրա հիմքով ինձ տանեն, այդպես չի, պարոն Պետրոսյան։ Չէ, ուրեմն քրեական դատավարության օրենսգրքում կա այդպիսի դրույթ, որ ոչ մի ապացույց ինքնին վերջնական ապացույցի ուժ չունի եւ գնահատվում է գործում առկա մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Պարոն Պետրոսյան, դուք այնքան լավ իրավաբանությունից եք խոսում, սրանց դեպքում։ Դե ես իրավաբան եմ, ինչից խոսամ, որ շաքարակուր սարքելուց չեմ խոսալու։ Ասենք, ինչից խոսամ ես։ Բայց սրանց դեպքում դուք ինձ որպես իրավաբան եք հրավիրել։ Հիմա ես ինչից խոսամ։ Բալետից խոսամ, ցիրկում կրյա վարժացնելուց խոսամ, ինչից խոսամ։ Հələ նայեք, այս ցիրկում կրյա վարժացնելու իսկական ենթակա մարդ։ Ֆինանսների նախարար։ Եթե ասում կենսաթոշակն այսօր բարձրացնենք, վստահ եմ թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա։ Դե դες լավ չի։ Բանը լրիվ թոշակները կտրեք, թող կենսաթոշակառուններն էլ տենց սոված ծառավել են ուրախությունից, բարեն կայֆից մեռնեն։ Ասենք էսի ոնց կարելի է մեկնա։ Բայց այդ տղան չեք հիշում ինչ էր ասել այդ ֆինանսների նախարարը։ Այդ ֆինանսների նախարարը մի քանի ամիս առաջ են որ հայտարարագրեր ներկայացնում են, որպես պետական պաշտոնյաներ, ինչ որ տուներ ունեցել իր անունով, ասել ես չեմ բացել, որ ես տուն ունեմ։ Չեք իմանում սրա պատմությունը։ Ասել ես շատ պատահական եմ իմացել, որ ես Երևանում բնակարան ունեմ։ Ասել են, բա ձեր հայտարարագրում կա, ասել ես ճիշտ ասած չեմ մացել, նոր եմ իմացել։ Դե պատկերացրեք սրանց մակարդ, ասեմ սրանց գլուխը, մենակ դեմը տենալու մարը որ փոս չընկնեն։ Ուրիշ գործառույթ չի իրականացնում։ Համար չընկնի փոս մեռնի։ Թե չէ ուրիշ գործառույթ բեկե կլանի, ուտելիք կլանի։ Բայց այսօր վարչապետի տիկինը ասելա, որ տիկին չի նա, մի րոպե, զուգընկերու է։ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման։ Ոնց ասեք, ասում է կոչ է արել, ասում է ախր չի կարելի այսպես, մարդ միայն պետքա ստամոքսով չմտածի, պետքա կրթվեն, էս լինեն, այն լինեն։ Այդ իր մարդու բանը զուգընկերոջ մասին է ասել։ Չգիտեմ, բայց տենց կոչով է դիմել էլի, ասում է տենց բաներ մի արեք։ Տեսեք ինչ խուժանություն է հիմա իրականացնում Փինաչի Նիկոլան։ Արդեն մտելա նախընտրական քարոզարշավի մեջ է ինքը։ Մտելա մեջ է։ Ուրեմն ասում է հոկտեմբերի 1-ից սարքել են որ գիտությունների տեխնացուն մեխանիկորեն դառնում է դոկտոր։ Այո, էսը նոր բան է։ Էսի գիտեք ինչ է։
նշանակում։ Սրա իմաստը հետևյալն է, ես այդպես եմ կարծում, գուցե սխալ եմ կարծում, թող ժողովուրդը գնահատի, որ ինքը սրանով էլ, դե քանի որ գիտնականները, բան վերջ այդ տարիքի մարդիկ ընտրական գործընթացի մասնակիցներ են, որպես կանոն լինում շատերը, որոշել է սրանց սիրաշահի։ Օրինակ ես ինքս գիտությունների տեխնացու եմ, ես համաձայն չեմ, որ ինձ դոկտոր ասեն։ Ինչու՞։ Որովհետև դոկտորը ոչ միայն գիտությունների տեխնացու է, այլև նա դրանից հետո ծավալուն աշխատանք է կատարել։ Դոկտորական է նաև պաշտպանել, այո, այդ եմ ասում, ծավալուն աշխատանք է կատարել, որ դառնա դոկտոր։ Ինչի պետք է ես իրան հավասարվեմ։ Ոչ, ես իրանից ցածր եմ։ Բայց էս փինաչին արդեն ստողոսկել է գիտության ոլորտ, որ այնտեղ կաշառք, ընտրակաշառք, ոչ իհարկե նյութական իմաստով, ոչ նյութական, ընտրակաշառք մոտիվացնող բան է, էլի։ Որ ասի տեսեք, բայց այդպես բան ինչի պետք է լինի։ Ես տեխնացու եմ, ես դոկտոր չեմ։ Ես ինձ որտեղ ելույթ եմ ունենում, որտեղ որ ինձ ներկայացնում են, ես ասելու եմ, ասեք գիտությունների տեխնացու։ Ես դոկտոր չեմ, որովհետև դոկտորական չեմ պաշտպանել։ Հիմա այն մի հատ Կոնջորյան հայկ կա։ Ֆրակցիայի ղեկավարն է իրենց ԿՊ-ի։ Այդ երկոտանին։ Թույլ չենք տալու, որ Գյումրի երկու սցենարը կրկնվի Հայաստանի որևէ քաղաքում։ Արա այդ տղա դու ով ես որ թույլ տաս, չտաս, քեզ ով է խաբել, դու էլ խաբեության հետ գրկախառնված ապրում ես ինքնախաբեության հետ։ Ով է քեզ թույլ տա, դու ով ես որ բան որոշես։ Քեզ ոնց ասեն, տենց անելու ես։ Դե տենց հանում։ Ասել են սենց ասա, ասում։ Մի րոպե, հարգելի Ռիփսիմ է։ Այս արտահայտության իրավական գնահատականը։ Ինչ է նշանակում թույլ չենք տալու, որ կրկնվի Գյումրիում եղածը։ Գյումրիում ընտրված Վարդան Ղուկասյանը օրինական ընտրվել է, այսինքն դուք թույլ չեք տալու, որ այլևս օրինական ընտրություն լինի։ Արա դուք հասկանում եք ինչ եք դուրս տալի, արա։ Ես հարմանում եմ։ Գիտեք, հիմա թե ինչ գործընթացների մեջ է Վարդան Ղուկասյանը, սա հարցի մյուս կողմն է։ Բայց ընտրությունների արդյունքով, չէ, հետո ընդդիմության համախմբման արդյունքում ամենաշատ ձայն հավաքածը Վարդան Ղուկասյանը այսքան օրինական է եղել այս պարագայում։ Այսինքն իրանք այսուհետ թույլ չեն տալու։ Չի եղել։ Այսուհետ թույլ չեն տալու, որ ժողովրդի ձայնը հասնի իր նպատակին։ Սա ինչ ասելու բան է, ասենք շատ լավ որոշեցին այդ մարդու ինչ քրեական գործերով, ինչ կոռուպցիա, ես այս դաշ չեմ մտնում, բայց ընտրական գործընթացների առումով ի՞նչն էր սխալը։ Ռիփսիմե ջան, ի՞նչն էր սխալ։ Եթե այդ մարդը այս բաների մեջ կար, անպայման պետք է ընտրվեր քաղաքապետ նոր զբաղվեք այդ հարցով։ Դե հա, դա պետք է։ Դե։ Պետք է սպասեն, տեսնեն ինչ է լինում, որ հետո որոշեն իրավունքը կիրառել կամ չկիրառել։ Դավիթ Համբարձումյանի վրա Դամոկրասների պես այդ հոդվածը քանի տարի է կախածա, որ հենց հարմար պահը գտնեն անմիջապես տանեն փակեին։ Բանը իրականությունը սա է։ Ամեն ինչ թույլատրելի է իշխանավորներին այսօրվա, ոչինչ թույլատրելի չէ ընդդիմադիրներին։ Տեսեք, հարգելի Ռիփսիմ է, ինչ է ասում այն բանը COVID-ի մարդասպան նախարար Արսեն Թորոսյանը։ Ես զարմանում եմ, էդի որ հայլու մեջ նայում եմ, ոնց վախից ինսուլտ չի ստանում։ Բայց էդի հարցի բոլորովին ուրիշ կողմն է։ Ես գիտեի, որ դուք տգեղ կանանց չեք սիրում։ Չէ, ես տգեղ կանանց չեմ, աղջիկներին իմ համար վախենում եմ իրանցից։ Բայց սրան նայելուց ոչ թե վախենում եմ, ինֆարկտար եմ ելնում։ Սա իրան որ հայլու մեջ նայում է Թորոսյան Արսենը, ասում եմ ոնց ինսուլտ չի ստանում վախից։ Ինչ ասում ես երկու տան։ Ասեն մարդուն բուլինգ է ենթարկում։ Բուլինգը ուրիշ բան է։ Ուրեմն նոր կարգավորումներով հələ սրանց դեմ նայեք հիմա որ դաշտ են մտնում։ Էլի նախընտրական քարոզարշավի շրջանակներում է այդ 2026 թվին։ Նոր կարգավորումներով պետական ծառայության պաշտոն կարելի է զբաղեցնել նաև 65 տարեկանը լրացած անձանց։ Հիմա նայեք սա ինչ է նշանակում։ Քանի որ Հայաստանում շուրջ 540,000 թոշակառու կա։ Սրանք ինչ են անում, կաշառում են սրանցով էլ կենսաթոշակը տարիքը լրացած անձանց, որ ասեն եկեք դուք մտեք կարակ ծառայություն ասնեք, որովհետև հանրային ծառայության մասին օրենքի համաձայն 65 տարին լրանալը հիմք է պաշտոնից ազատելու համար։ Հիմա ասում եմ մենք նոր կարգավորումներ ենք մտածում, որ այդ մարդկանց թույլ տանք շարունակել ընդգրկվել պետական ծառայության պաշտոններում։ Սա թվում է թե բարեգործությունը կենսաթոշակառուների նկատմամբ, բայց իրականում դա բոլորովին ուրիշ բան է։ Ռիփսիմե ջան, կենսաթոշակառուների նկատմամբ բարեգործություն կլինի, որ նրանց կենսաթոշակը բարձրացնեն։
Իմ տարիքը ինձ թույլ է տալիս հիշել, որ այն ժամանակ ես հիշում եմ, երբ որ ես այս հասակի երեխա էի, հիշում եմ կենսաթոշակառուները, այդ տարիքը լրացողները երանի էին տալի, որ շուտ գա այդ տարիքը հասնի իրանց։ Որ շուտ գնան կենսաթոշակի, որովհետև սովետական միությունը տալիս էր այնքան կենսաթոշակ, որ ապահովում էր մարդու արժանավայել գոյությունը։ Իսկ այսօր այս Փինաչի Նիկոլը հենա գրել եմ մոտս 315,000 դրամի կոնյակ է, դրամանոց կոնյակ են առնում, թետում են ինչ հյուրասիրում, 215,000 դրամի բանը, կոնյակ, 315,000 դրամանոց շամպայն, էս ինչ բան է։ Արա դուք ես ինչերով եք զբաղված։ Էս ում եք ինչ եք հաճոյանում կենսաթոշակառուների հաշվին։ Եվ սա նրա համար արվում, որ կենսաթոշակառուի տարիքը լրացածները, այդքան իրանց ընտրեն, ասեն, տեսեք, մարդը մեզ աշխատանք է տալի, բայց սա մի մեծ վտանգ է պարունակում, հարգելի Ռիփսիմը։ Որն է դա։ Ասեմ որն է։ Շրջանավարտը, որը ավարտում է, եւ անմիջապես աշխատանքի չի անցնում մասնագիտությամբ, որովհետեւ տեղերը զբաղված են։ Այո։ Իրան տանում է արտագաղթի։ Ու ով է մնում Հայաստանում, երեխաներ, անպաշտպան կատեգորիա է երեխան, չէ՞, ինքը մրցունակ չի։ Եվ կենսաթոշակառուներ։ Միջին սերունդը լքում է Հայաստանը։ Իսկ եթե միջին սերունդը, այդ պայքարող սերունդը Հայաստանում չի, մենք թշնամու դեմ ավելի ենք իջնում։ Այո։ Այս է վտանգը։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Եվ այս անգարագետները այդքանը չեն հասկանում։ Իսկ մի հասկանալով են անում, բան պետք է։ Կարող է հասկանալով։ Չէ, չհասկանալը, Ռիփսիմե ջան, ես ոչ թե նկատի ունեմ, որ իրանք չեն հասկանում։ Լավ էլ հասկանում են։ Իհարկե հասկանում։ Բայց իրանք բանը հույսներ են, որ ժողովուրդը չի ջոգես ինչի համար են անում։ Ես էլ ասում եմ, հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Դրա համար են անում, որ երիտասարդ ծերունդը ավարտի համալսարանը այդքան իր վրա ներդրում անի, աշխատանք չունենա, իսկ թոշակառուին փոխանակ նրա թոշակը բարձրացնես։ Ես հիշում եմ Ռիփսիմե ջան, մեր հարևաններից մեկը թոշակառու էր, կնոջ հետ գնում էր ծովափ ամեն տարի։ Այդ ի՞նչ է նշանակում, որ նրա թոշակը իրեն թույլ էր տալիս ոչ միայն գոյապահպանումը ապահովել, այլև հանգստի իրավունք հոգալ ծովափում։ Քանի որ կենթանաբանության դաս էր սա, անդրադառնանք նաև մյուսներին, դա մեկը կա Ռուբինյան։ Ազգային ժողովի փոխնախագահ։ Հա, թե դա ինչ կապ ունի, դուք տեսել եք ինքը մի հատ օրինագիծ ներկայացնի։ Ես էլ եմ ասում, ես տեղյակ չեմ։ Ոնց որ ես հետամ օպերայում բալետ պարեմ։ Ասում եթե Գյումրիի օրինակը կրկնվի, ասենք Գյումրիի օրինակը դա օրինական ընտրություններն է, չէ՞։ Հա։ Համապետական դուք բան ունեք, լեզվաբան կամ չգիտեմ, այտենց մարդ, որ մեկնաբանում է մարդկանց ասույթները, ասածները։ Ապա համապետական մասշտաբով ուժային կառույցներն արդեն իրենց չեն բռնելու, կաշառք ուտելու իրենց սուրբ գործի վրա, ասենք, էսի ինչ արտահայտություն, ինչ է նշանակում, էլի, ով կարա սա մեկնաբանի։ Սրանք լրիվ ցնորված են, սրանք ինչի ազդեցության տակ։ Այդ ընտրություն բանը, այլ ոչ թե կաշառքի գործով են բռնելու, այլ երևի ավելի վախենալու բաներ կարան անեն, այդ։ Չէ, բայց ասում եմ, եթե Գյումրու օրինակը կրկնվի, այսինքն Գյումրու օրինակը դա օրինական ընտրություններն էր։ Հա։ Չէ՞։ Նույնը, ասենք, Դավիթ Համբարձումյանի ընտրությունները օրինական են եղել։ Այո։ Այդ մարդը ոչ մի ապօրինություն չի գործել իր ընտրվելու ճանապարհին։ Այո։ 7 տարի հետո մարդուն բռնում եք, 6 տարի 3 ամիս դատում եք, որ բանը լի, որ ամնիստիան վրան չտարածվի 3 ամսվա պատճառով։ Էս է սրանց գործելավոճը։ Եվ ի վերջո, Ռիփսիմե ջան, դա էլ ասեմ, ի գիտություն մեր պոտենցիալ կալանավորողների, այդ թվում նաև ինձ։ Լավ էր, պոտենցիալ կալանավորողներ։ Կալանքի իրավաչափության սահմաններ կա։ Քրեական դատավարության օրենսգրքի 116, 117, 118-րդ հոդվածները այդ իրավաչափության պայմաններն են սահմանում։ Մեր ոչ մի քաղաքական բանտարկյալ, այդ թվում սրբազանները, Դավիթ Համբարձումյանը, ոչ մեկ քրեական դատավարության օրենսգրքի հետ իմ նշած հոդվածներով կալանքի իրավաչափության պայմաններով չի կալանավորվել։ Սա իգիտություն։ Հասկանում եք, լրիվ լեկտիությունը դարել է ուղղակի վարքագիծ, սկզբունք։ Եվ սրանց բոլորի նպատակը մեկն է։ Էլ եմ ասում եւ հավանաբար մի բան էլ ասեմ ու սրանով ավարտենք։
որ ես ասի, որ դառնամ հանգարց, ես իհարկե այդպեսի նպատակ չունեմ, բայց եթե դառնամ падգամավոր, իմ առաջին նախաձեռնությունը օրենսդրական լինելու անգրագետներին ասեցիք զրկել իրավունք, զրկել ընտրելու ես կմշակեմ այդ նախագիծը, երկրորդը լինելու է պետական բյուջեի հաշվին ապօրինի հարստացած անձանցից այդ գույքի, այդ միջոցների բռնագանձումը։ Վահագն Խաչատուրյանը խոսքը վերաբերում է փողոցային դիսպետչերին, որը հետո է, պարոն Պետրոս։ Երկրի նախագահի պաշտոնից զբաղեցնում, բա փողոցից արտասահմանցիների մեր տաքսի չէր կանչում։ Հա, ճիշտ է։ Փողոցային դիսպետչեր։ Հա։ Սա, ասում եմ, մեկնել է Կահիրե ազգային թանգարանի բացմանը մասնակցելու։ Հələ սրա բանու գործը նայեք։ Երկրի խնդիրները թողած մարդ հետո մա Կահիրեում թանգարանի բացման մասնակցի։ Արա դու ինչի համար ես աշխատավարձանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1992-րդ հոդվածի համաձայն սահմանվում է անհիմն հարստացում հասկացությունը, այսինքն մարդը, որ ոչինչ չանելու դիմաց ձեռքբերում է ունեցել, դա պետք է բռնագանձվի։ Վաղը հաջորդ իշխանությունը երկրորդ օրինագիծս դա է լինելու։ Ոչինչ չանելու դիմաց այս սրանց պատոհասների կալուբի ակումբի, որ ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ չեն զբաղվում։ Սա օրը հելեն քֆրտեն ընդդիմությանը, չգիտեմ, իրանց արդարացնեն, որևէ զուտ падգամավորի գործունեությունից բխող գործառույթ չեն իրականացնում։ Սրանք բոլորը պետք է հատուցեն պետական բյուջեին պատճառած նախագահի ինստիտուտը լրիվ աբսուրդ է։ Ինստիտուտը որն է, այս մարդուն անկեղծ ես տեղը չբերեցի սկզբից, որ ասիք, որտեվ չեմ էլ կարողանում ֆիքսեմ, էլի, որ տենց մարդ կա մեր երկրում։ Չկա։ Այդ նախագահը այդ անկեղծորեն առանց սարկազմի իր այդ աշխատակազմը, ես բան չունեմ ասելու, այնտեղ կան մասնագետներ, ես մի քանիսին դաս եմ տվել։ Ներողություն, բայց այդ մասնագիտական իրանց ներուժը ում է պետ, եթե ինչին է ծառայում։ Այն աշխատակազմը, որը ծառայում է մեկին, այդ մեկը զբաղված է իր այդ կապ չունեցող գործերով, բացարձակապես։ Պարոն Պետրոսյան, քանի որ մենք այսպես բավականին լայն սպեկտրով խոսեցինք նույնիսկ ԿՊ-ականներին հատ-հատ անդրադառնալով, ամեն դեպքում ես ուզում եմ եզրափակել մեր այսօրվա զրույցը առաջիկայում Փաշինյան Նիկոլը որոշել է երկու այց հովանավանք կատարելուց հետո այդ fake քահանայի մոտ պատարակներ լսելուց եւ ունենալուց հետո հիմա էլ որոշել է գնա Թալինի եկեղեցի եւ ասում է հիմա էլ պետք է գնամ այնտեղ որտեվ այնտեղ է մեկը կա, էլի իրան աջակցել է։ Ռիփսեմե ջան, մի բան ասեմ։ Իդեպ նա դեռևս կարգալույց չէ այս պայդրությամբ, բայց ես հուսով եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածին է Տեր Թադեին է պիտի կարգալույցանի։ Հիմա սպասում եմ, տեսնեմ, երբ կանեն կարգալույց։ Այս Արամինն է շատ ուշացրեցին իմիջայլոց, շատ ուշացրեցին։ Դրա համար է այս վիճակը ձևավորվեց ցավոք սրտի։ Հիմա այդ Տեր Թադեի հարցն է։ Գնում են այնտեղ, էլի իհարկե այնտեղ, եթե միջև Կիրակի քահանա ալնի, դեռևս կարգալույցված չի լինելու, գնում է պատարակ լսի։ Հիմա ինչպես է գնահատում այս արարքները, այս վարքը, որը շարունակվում է եկեղեցին մեր պղծելու առաջնորդությամբ սկզբունքով իր կողմից։ Տեսեք, ես երևի մի քանի տասնյակ անգամ այցելել եմ Էջմիածնի Մայրաթոր։ Ահա։ Ես երբեք այնտեղ մի ոստիկան անգամ չեմ տեսել։ Ինչ է նշանակում։ Դուք էլ լավ կհիշեք, որ պատարակին գնան հազարավոր ոստիկաններ, կեսը իրանց համազգեստով, կեսը ծպյալ։ Հա, մարդ որպես քանակ են ապահովում, մեկ էլ հետն են գնացել։ Չէ, բայց ասեք ոստիկանների 1000 հոգի ոստիկան ինչ գործ ունի պաշտպանում։ Հա, գիտեմ, ես հասկանում եմ, բայց ես այդ եմ հարցնում, ինչ գործ ունի, որ էդի նույն բանն է, հիմա ես գիտեք, պատկերավոր համեմատությունների սիրահար եմ։ Ոնց որ ասենք, թե ես այդամ իմ հարևանի տղու բանը եւ իր կնոջ առաջին ամուսնական գիշերը աթանդա կանգնեմ, տենամ անկողնային մենամարտը ինչ արդյունք է ունենում, որ կանգնեմ, հետո ասեն խես, գնացած եմ, ես հարևան եմ, չիմանամ ինչ ա եղել դե։ Արա դուք ինչ գործ ունեք պատարակին։ Հասարակական կարգ ենք պահպանում, մի հատ ապուշ արտահայտություն են հնարել, մեկը խելքյակ, ասեք, բայց այնտեղ պետք է հասարակական կարգ խախտվի, որ պահպանեք։ Պատարակի վաղ հասարակական կարգ է խախտվում։ Բայց այնտեղ ինչ պատարակ էր։ Պատարակ չէր, դա քաղաքական հավաք էր։ Հա, այսինքն Նիկոլ Փաշինյանի ժողովն է։ Հա, այնտեղն էլ Ստյոպայի անունը է, Ստյոպան էլ քահանայի գործառույթ էր։ Այդ էլ որ նայում է հայրու մեջ, պետք է վախից ինսուլտ լինի դրան, ինսուլտ խփի։ Դրա դեմքը եկեղեցականի դեմք է։ Հələ մի հատ հիշեք մեր այն մյուս ասենք բոլոր
վեհապարներին, ասենք Վազգեն առաջինի դեմքը, կամ մյուս քահանաներ ունենք մենք, կամ կապել են Արշակ Սրբազանին, արա դուք ինչ գործ ունեք։ Մասնավոր կյանքի անձեռնմխելիության սկզբում կա նախ հələ པարզ չի էտի իրականությունը համապատասխանում է թե ոչ։ Եթե անգամ Ռիփսի մեջ է, ես էլ ասեմ ու ձեր առաջնորդությամբ ավարտենք։ Եթե անգամ պայմանականորեն եմ ասում, այդ ինչ որ ձայնագրել էին, ցույց էին տալի, դա մասնավոր կյանք է եւ հետո երկրորդ, այն դաթում, որ դաթումի հետ են նույնացնում, այն Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերն, այդ համանդրական կարգի տապալման հոդվածն է, 420 հոդվածը քրեական օրենսգրքի։ Դու ինչ գործ ունես, արա, տես բաներ ես խոսում, որ պետք է վտարվի, էս արե, այն արե, երեխա ունի, դու կարող ես դու էլ փսակվի, այդ տունը մնացած։ Դու էլ փսակվի, արա։ Դու չես կարող փսակվես, որովհետև այտենց անճաշակ աղջիկ Հայաստանում գոյություն չունի իմ խորին համոզմամբ։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ եւ այս լավ նոտայով, այսինքն ցուցում տվեցիք, որ Արայիկ Հարությունյանը գոնե իր կյանքի կեսին գտնի, հա? Մի լավ առաջարկով հանդես եկաք։ Նպաստ իրենց։ Իրանը 1/4-ը ինքն առնելու, այն մյուս մասը կնիկը։ Եվ այս ուրախ նոտայով ավարտում ենք այսօր մեր զրույցը իրավական գիտությունների տեխնացու փաստաբան Գևորգ Պետրոսյանն է, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան, իսկ մենք հարգելի հետևորդներ, հեռուստադիտողներ կհանդիպենք եկող շաբաթ, լավ մնացեք, առայժմ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ